Այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը մեկ ամսվա ընթացքում լարված ուժերով դիմադրեց թշնամուն եւ մի քանի ճակատներում հաջողություն ունեցավ, գրավականն է նրա աննկուն կորովի ու հույսի, լավագույն ապագայի։ Հայ ժողովուրդն ու հայկական բանակը վճռել են ապրել ու հաղթել, իսկ այս պայմաններում ապրելու եւ հաղթելու համար պետք է մեռնել գիտենալ։ Համո Օհանջանյան, ծնվել է 1873 թվականին Ջավախքում, Ախալքալակ գյուղաքաղաքում։ Ծնողները համազասպ անունով կոչեցին իրենց որդուն, լավ կրթությունը մեկտեղելով հայրենասիրության հետ։ Ավարտելով Թիֆլիսի պետական գիմնազիան, բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում է Մոսկվա։ Ավարտում կայսերական համալսարանի բժշկական բաժինը եւ ուսումը շարունակում Շվեյցարիայում, Ցյուրիխի համալսարանում։ Վերադառնալով Թիֆլիս աշխատում է մասնագիտությամբ, նվաճելով հանրության համակրանքն ու վստահությունը։ Երիտասարդ բժշկի եւ ազգությամբ ռուս Օլգա Վասիլևնայի սիրուց 1900 թվականին ծնվեց նրանց առաջնեկը Մոնիան, որը հայրենասիրությամբ չէր զիջում հորը։ 1918 թվականին որպես կամավոր Մոնիան ընկերների հետ մեկնում է ճակատ, հասնում Էրզրում, ապա Իլիջա։ Զոհվում է նահանջի ճանապարհին Ղարաքիլիսայում։ Համո Օհանջանյանի մտերմությունը Քրիստոֆոր Միքայելյանի հետ թե հայրենիքում, թե Ժնևում խթան հանդիսացավ մտնելու քաղաքական ասպարեզ եւ ընդունվելու հայ հեղափոխական դաշնակցության շարքերը։ Նրա կուսակցական ծածկանունը Մհերյան էր։ Նա դարձավ հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական դեմքերից մեկը, Ռոստոմի, Զավարյանի, Վրամյանի, Խաժակի եւ մյուսների կողքին։ Համոզմունքներով ընկերավար էր մինչև ուղղնուծուցը, բայց եւ մոլերանտ հավատացող ազգային գաղափարներին, անվերապահ ջատագով կովկասյան գործունեության, բայց եւ անշեղ պաշտպան հայ դատի։ Զուրկ էր երկու կողմերու ծայրահեղություններեն եւ գաղափարական ու բարոյական շահկապ էր այն օրերուն դաշնակցության ներսը պայքարող հոսանքներու միջև։ 1905 թվականին ռուսական հեղափոխությանը հաջորդեց հարացանքների շրջանը։ Հարվածներն ուղղվեցին նաև ազգային կուսակցությունների դեմ։ 1908 թվականին շատերի թվում ձերբակալվեց նաև Համո Օհանջանյանը։ 1912 թվականին Պետերբուրգի կայսերական սենատում սկսվեց հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության 160 անդամների դատավարությունը։ Ու թեև ցարական իրավագիտությունը ջանք չխնայեց ապացուցելու հայ հեղափոխականների հակապետական գործունեությունը, սակայն անկարող եղավ կոտրել հայորդիների հավատն ու ոգին։ Դատարանի դահլիճում Հոիդա կուսակցության արևելյան բյուրոյի անդամ Օհանջանյանի ճառն այնքան տպավորիչ ու մերկացնող էր, հաստաշատ ու վերլուծական, որ անպատասխան չէր կարող մնալ։ Ու դատարանը վճռեց նրան աքսորել Սիբիր, դաժանակիր աշխատանքի։ Ռուբին Արեշյանը, որին հայրենասիրությունից ու կուսակցական պատկանելությունից զատ սիրո զգացում էր կապում աքսորյալին, դեկաբրիստների կանանց նման գնաց Սիբիր ու հենց պատժավայրում էլ նրանք ամուսնացան։ Իդեպ սա այն Ռուբինա Ֆայնն է, ցարական բանակի ոչ անհայտ գեներալ Արեշյանի քույրը, որը նպատակադրված վերցել էր Քրիստոֆոր Միքայելյանի Սամուել Ֆայն հրեական ծածկանունը իբրև նրա դուստր։ Իսկ նպատակը 1904 թվականի հունվարին Սոֆիայում գումարված հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովի հանձնարարականն էր վերացնել Կարմիր Սուլթանին։ Վրիժառուների խումբը ղեկավարելու էր Քրիստոֆոր Միքայելյանը, որը 1905 թվականի մարտի 17-ին Սոֆիայի մոտ պայթուցիկ սարքը փորձարկելիս անզգուշաբար զոհվեց։ Իսկ ինչպես հայտնի է, նույն թվականի հուլիսի 21-ին Սուլթան Աբդուլ Համիդի դեմ ձեռնարկված մահափորձն ավարտվեց անհաջողությամբ։ 40 մարդ զոհվեց, մոտ 80-ը վիրավորվեցին, հիմնականում խաղաղ բնակիչներ, իսկ Սուլթանը փրկվեց։ Ահաբեկիչներից մեկը Ռուբինա Արեշյանն էր։ Աքսորավայրից Օհանջանյանը վերադարձավ 1915 թվականին։ Երևանի նահանգում ապաստան էին գտել Եղեռնից Մազապուրս մեծաթիվ արևմտահայեր։
Բժիշկ Օհանջանյանը թեև հյուծված ուժասպառ, անօգնական հայրենակիցներին մենակ չթողեց։ Անկուն հերթապահում էր նրանց կողքին, բուժում տնանք հայրենակիցների եւ մարմնական, եւ հոգու վերքերը, քաջալերում, հավատներ շնչում։ Օհանջանյանն առաջիններից մեկը նետվեց կրակի օղակի մեջ հայտնված հերոսական Վան։ Պաշտոն ստանձնելու քաղաքների միության ռազմաճակատի առողջապահական բաժնում բժշկախնամատարական մեծ խմբով օգնություն, սնունդ ու դեղորայք հասցրեց աղետյալ հայերին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր իրավիճակ ստեղծվեց այսօր Կովկասում։ Հատուկ կոմիտեն, կոմիսարիատը, ապա Սեյմը անկարող էին փրկել հայ ժողովրդին։ 1917-ի աշնանը Հույդան կազմեց սահմանադիր ժողովրդի թեկնածուների ցուցակը, որում Համո Օհանջանյանի անունն առաջիններից էր։ Համառուսական սահմանադիր ժողովի անդամ ընտրվելուց հետո նա մեկնում է Պետրոգրադ, այնուհետև Ռոստով, հայրենիքին սատարելու առաքելությամբ դիմում տեղի հայերին, մասնակցում հայ ազգային խմբերի աշխատանքներին։ Կարճ ժամանակ անց նա դարձյալ Թիֆլիսում էր։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո դրությունն ավելի քան սրվեց։ Բարեբախտաբար 1918 թվականի նոյեմբերի 11-ին ուժի մեջ մտավ ընդհանուր զինադադարը, սակայն երաշխիք չկար, թե այն կայուն երկարատև կլինի։ Սկսվող հաշտության բանակցություններին մասնակցելու նպատակով Փարիզ մեկնած պատվիրակության Արմեն Գարոյի, Լևոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի եւ ժամանակի այլ անվանի այրերի հետ էր նաեւ Համո Օհանջանյանը։ 1920 թվականի սկզբին վերադառնալով հայրենիք, նա ստանձնեց Ալեքսանդր Խատեսյանի գլխավորած կառավարության արտաքին գործոս նախարարի պաշտոնը։ Բուրըն զարգացում ապրող թուրք խորհրդային համագործակցության պայմաններում Հայաստանը սեպ էր համաշխարհային հեղափոխության ճանապարհին։ Նրան կործանելու, հայության վերջին հատվածը ոչնչացնելու թուրքական երազանքը պարարտ հող էր գտել։ Հայ բոլշևիկներին շտապում էին կատարածել իրենց համաշխարհային առաքելությունը, թեկուզ հայ ժողովրդին պատմական ասպարեզից հեռացնելու գնով։ Ու երբ հանրապետությունը ուժեր էր փնտրում գաղթականությանն ու որբերին փրկելու, տնտեսությունը վերականգնելու, սկսվեցին մայիսյան ցույցերը։ 1920 թվականի մայիսի 5-ին իշխանությունն անցավ Համո Օհանջանյանի բյուրո կառավարությանը։ Հայրենիքը վտանգի մեջ է։ Տաճիկ փաշանները մի կողմից, բոլշևիկի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանական խաները մյուս կողմից, կրկին սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը։ Կոչ ենք անում համախմբվել կառավարության շուրջը։ Դրության կարգավորումից հետո բյուրո կառավարությունը վայր էր դնելու լիազորությունները։ Հայաստանի անկախությանը սպառնացող ներքին եւ արտաքին վտանգները գնալով սրվում էին։ Թուրքիան բացահայտ թշնամական քաղաքականություն էր վարում։ Սիմոն Վրացյանի բնորոշմամբ Հայաստանը հայտնվել էր բոլշևիկյան մոճի եւ քեմալական սալի միջև։ Մայիսյան ցույցերը վերաճեցին բոլշևիկյան հապստամբության։ Երբ պարլամենտում լսվում էր մայիսյան խռովությունների մասին, ելույթ ունեցավ մեր հանճարեղ գրականագետը մեծ հայրենասեր Ազատության խորանի հիշարժան անդամներից մեկը Նիկոլ Աղբալյանը արտասանելով իր ճարը։ Մարդկային կերպարանքը կորցրած մի ամբողջ կանաց վարտիքները դրոշակ դարձրած գալիս են մարելու ազատ Հայաստանի լույսը։ Պարլամենտի այդ նիստում էլ Նիկոլ Աղբալյանին ուղարկեցին կարս, որպեսզի հանդարտեցնի ժողովրդին կամ ապստամբությունը ճնշելու կամ ինչ-որ քայլեր ձեռնարկելու։ Ժողովուրդը տեսնելով Նիկոլ Աղբալյանին հավաքում է քաղաքապետարանի մոտ եւ համապատրաստից միտինգ է գումարվում։ Նիկոլ Աղբալյանը տարվելով այդ միտինգով մոռանում է, թե ինչի համար է գնացել, բայց հետագայում հիշելով ասում է այ ժողովուրդ, ահա ստեղ ապստամբությունը, բոլշևիկների իշխանությունը վերցրել են, բոլոր իրար երես են նայում եւ աչալուժներից մեկը ասում է Բերտի հյուսային կողմում կարմիր կտոր է երևում։ Գնում են այդ կտորը պոկում են եւ սա նշանակում է, որ Հայաստանը խրված է հեղափոխական շարժումների մեջ եւ հերագիրը ուղարկում ոչ թե Երևանից, այլ Բաքվից, Մոսկվա, Լենինին, որ դաշնակցականները հազարավոր բոլշևիկների ոչնչացնում են, գնդակահարում են։ Սա վկայությունն է, որ այս ապստամբություն կոչվածը սադրանք էր, որպեսզի խանգարվի Հայաստանի կառավարության բարի կամքը, բարի հարաբերություններ հաստատել բոլշևիկյան կառավարության հետ եւ հնարան ստեղծել Հայաստանի Հանրապետության գոյության համար։
Երկու շաբաթում վերջ տրվեց ապստամբական շարժմանը, եւ Օհանջանյանի կառավարությունը հնարավորություն ստացավ ջանքերն ուղղել երկրի տնտեսական կյանքի բարելավմանը։ Պետության ֆինանսական վիճակը շտկելու նպատակով հունիսին թողարկվեց 20 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք փոխառություն, որն իրացվեց երկրի ներսում եւ Սփյուռքում։ Հայ եւ այլազգի դրամատերերից եղան տնտեսական առաջարկներ, հաստատվեցին քաղաքացիական օրենքը, Ալեքսանդր Թամանյանի եւ Հակոբ Կոջոյանի հեղինակած պետական զինանշանի նախագիծը։ Կազմակերպվեց լեռնարդյունաբերությունը, աշխատանքներ էին տարվում գյուղատնտեսության, առևտրի աշխուժացման ուղղությամբ։ 1920 թվականի ամառը լավատեսական հույսեր էր ներշնչում։ Անկախ Հայաստանի կառավարությունը փորձում էր դիվանագիտական ճամբարում ակտիվ գործունեություն ծավալել։ Մայիսի 20-ին ռուս-հայկական դաշնագրի կազմման համար Մոսկվա մեկնեց Լևոն Շանթի գլխավորած պատվիրակությունը, որը շուրջ երկամսյա անպտուղ բանակցություններից հետո ձեռնունայն վերադարձավ հայրենիք, պայմանով, որ նրանք կշարունակվեն Երևանում։ Ռուսաստանը փաստորեն ժամանակ է շահում, զուգահեռ բանակցելով թուրքերի հետ։ Բեքիր Սամի Բեյի գլխավորած պատվիրակությանը հուլիսի 24-ին ընդունում է Ռուսաստանի արտաքին գործոս նախարար Չիչերինը։ Ընթացքում թուրքական զորքերը գրավել էին Նախիջևանը, որն առանց Ռուսաստանի համաձայնության չէր կարող իրականանալ։ Ապացույցը Ստալինի նամակը Օրջոնիկիձեին։ Իմ կարծիքն այն է, որ պետք է որոշակիորեն պաշտպանել կողմերից մեկին։ Ներկա դեպքում իհարկե Ադրբեջանին Թուրքիայի հետ միասին։ Ես խոսել եմ Լենինի հետ, նա չի արարվում։ 20 թվականի ամռանը հայ-ռուսական հարաբերությունները լարված էին նաև ռազմական առումով։ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Կարմիր բանակը առանց դիմադրության գրավել էր Ղարաբաղն ու մտել Զանգեզուր, բացառությամբ Կապարգոխթի, ուր Գարեգին Նժդեհի զինական ուժերն էին։ Ձերբակալվել, այնուհետ գազանաբար սպանվել էին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին, որին ի պատասխան Երևանում գնդակահարվել էին մայիսյան ապստամբության կազմակերպիչներ Ալավերդյանը, Ուսաելյանը, Ալիբջանյանը։ Թեև օգոստոսի 10-ին Թիֆլիսում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը եւ Հայաստանի ներկայացուցիչներ Ջամալյանն ու Բաբալյանը կնքել էին ռուս-հայկական պայմանագիրը, հաստատել զինադադար, բախումները չէին դադարում։ 1920 թվականի օգոստոսի 24-ին կնքվում է ռուս-թուրքական պայմանագիրը, որով փաստորեն կանխորոշվում է Հայաստանի ճակատագիրը։ Քեմալական զորքերի օգնությամբ պարտության մատնել Հայաստանի Հանրապետությանը, այնուհետ խորհրդայնացնել։ Հետագա 3 ամիսները հաստատեցին իրադարձությունների հենց նման ընթացքը։ Մինչ այդ օգոստոսի 10-ին կնքվում է Սևրի պայմանագիրը, որի 3-րդ մասի 6-րդ բաժնի 88-ից 93-րդ հոդվածներն ամբողջությամբ վերաբերում էին Հայաստանին, եւ որով Թուրքիան պետք է ճանաչեր Հայաստանը, կատարեր հողային զգալի զիջումներ։ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմելու էր 161330 քառակուսի կիլոմետր։ Թվում էր իրագործվում է հայ ժողովրդի բաղձանքը։ Սակայն իրադարձությունները ցավալիորեն այլ ընթացք ունեցան։ Սևրի պայմանագրի դրույթները մնացին թղթի վրա, իսկ Թուրքիան ու Ռուսաստանը գործնական քայլերով փորձեցին իրականացնել իրենց ծրագրերը։ Սեպտեմբերի 1-ին Բաքվում բացվեց Արևելքի ժողովուրդների համագումարը։ Եվ Արևելքի ժողովուրդների համագումարը բառացիորեն, տառացիորեն գրում է այն միտքը, որ անհրաժեշտ է ոչնչացնել ասպարեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը իմպերիալիստական Հայաստանը։ Այս իրադարձություններից հետո էր, որ սկսվեց ազգային գիտակցությունը կորցրած հայ բոլշևիկների դավաճանական գործունեությունը հայոց բանակում, թռուցիկները, որոնք տարածվում էին հայ զինվորների շրջանում, թե Կարաբեկի Փաշան գալիս է հայ ժողովրդին փրկելու դաշնակցականների ռեժիմից, կարծես ունեցավ իր ազդեցությունը։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ Կարաբեկիր Փաշայի բանակը կազմված էր հիմնականում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասի մոլորանտ մամմետականներից կազմված բանակից, որի անունը դրել էին Վայրենի դիվիզիա։ Ահա այդ Վայրենի դիվիզիան էր հայկական Հայաստանի Հանրապետության վրա հարձակվողը, իհարկե ուխտերի, էշերի եւ ջորիների վրա բարձած հայ բոլշևիկները տարան ոսկին, դրամական օգնությունը, հրացանները, գնդացիները հանձնեցին Կարաբեկիրին եւ այդ բանակն էլ վճռեց հայ-թուրքական պատերազմի ճակատագիրը։
Իսկ պատերազմը սկսվեց 1920 թվականի սեպտեմբերի 28-ին։ Քեմալական Թուրքիան ռազմական գործողություններ ձեռնարկեց, եւ Հայաստանը մենակ զրկված որևէ օգնությունից փորձում էր դիմակայել թշնամուն։ Դաշնակիցները եկան Կովկաս ոչ թե կովկասյան ժողովուրդների սիրուն համար ու հեռացան այնտեղից ոչ թե թշնամությունից դրդված։ Հաշիվը բերեց նրանց մեզ մոտ։ Այդ հաշիվը չարտարացավ եւ դրանք հեռացան, թողնելով մեզ ամենադժվարին րոպեին միանգամայն անօգնական ու մենակ։ Այդ եղավ նրանց դերը։ Իրադարձությունները չափից արագ էին զարգանում։ Պատերազմը չսկսված, կարելի է ասել հայտնի էր ելքը։ Լավ սպառազինված հայկական բանակը հիմնականում ոչ թե չէր կարողանում կռվել, այլ որքան էլ ցավալի է, չէր ուզում։ Հայ ռազմուժի պատմության մեջ ամենացավալի էջերից մեկն է կազմում Կարսի երկրորդ անկումը 1920 թվականի հոկտեմբերի 30-ին։ Մի բերդաքաղաք, որը լցված է եղել 300-ից ավելի թնդանոթներով, պաշտպանական մի ամրությունների մեծ համագարքով, այլազան բարենային հնարավորություններով, ռազմամթերքով եւ այլն ընկավ մի քանի ժամերի ընթացքում։ Դա պետք է համարել օրինաչափություն, եթե նկատի ունենանք այն բարոյահոգեբանական վիճակը, որը տիրում էր Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես հայկական բանակում։ Գեներալները մի աշխարհ էին, իսկ զինվորները ու ցածր սպայությունը մի ուրիշ աշխարհ։ Երկրորդները ավելի դոկորված էին ազգային ոգով, իսկ առաջինների մոտ բացակայում էր հենց այդ ոգին։ Նրանք սովորած ցարական բանակի ավանդույթներով իրենց մոտ ազգային արժեքները չէին ներկայացնում այն, ինչ պահանջվում է բանակի ղեկավարությունից։ Եվ պետք է ասել, որ թուրքական բանակում այդ վիճակը չէր տիրում, այնտեղ կար հակառակ երևույթը։ Քազիմ Ղարաբեկիրը, խոստովանենք, իր մեջ միավորում էր թե ռազմագետին, թե քաղաքագետին, թե դիվանագետին եւ թե հատկապես ազգային գաղափարախոսին, այս դեպքում փանթուրքիզմին, որը այսօր եւս հայության համար մահացու վտանգ է ներկայացնում։ Հայկական բանակում այդ վիճակը չկար։ Բյուրո կառավարությունը ստեղծվեց երկրում գամքի կենտրոն ունենալու անհրաժեշտությունից դրդված, եւ դա կատարեց իր դերը։ Պետք էր ճնշել բոլշևիկյան ապստամբությունը, ճնշվեց, սակայն կառավարությունը հիմնականում պայքարեց այդ ապստամբության հետևանքների դեմ, այդ ապստամբությունը հրահրողների դեմ, սակայն չպայքարեց պետք եղածի նման այդ ապստամբությունը ծնող որոշ ներքին պատճառների դեմ։ Երկրում տարածվել էր կոռուպցիան, կաշառակերությունը, բանակում մեծ մասամբ հիմնականում գեներալները զբաղվել էին ալանով եւ թալանով, դա չի կարելի։ Դա բարոյալքում է ոչ միայն բանակը, այլ նաեւ ամբողջ հասարակությունը։ Եվ այստեղից պետք է տեսնել այդ բարդությունների շարանի սկիզբը, հիմնական պատճառը։ Պարտությունը խուսափելի էր այլևս։ Հոկտեմբերի 18-ին կնքվում է զինադադար, հայերի համար չափազանց ծանր պայմաններով։ Որոշված էր բանակցություններ սկսել Ալեքսանդրապոլում։ Հայաստանում էին Ռուսաստանի ներկայացուցիչներ Բորիս Լեգրանը եւ Բուդու Մդիվանին։ Առաջինը պետք է փորձեր բանակցությունների միջոցով Հայաստանը խորհրդայնացնել, երկրորդը հանդես գար իբրև միջնորդ հայերի ու թուրքերի միջև։ Հոկտեմբերի 19-ին նրանք հանդիպում են վարչապետ Օհանջանյանի եւ ռազմական նախարար Ռուբեն Տերմինասյանի հետ։ Նրանք հարցը դնում էին այսպես. հայերը կամ հայկական բանակը պարտվել են Թուրքիայի դեմ պատերազմում։ Այժմ Ռուսաստանի օգնության հարցը դժվարացել է։ Դժվարացրել են իրենք հայերը իրենց պարտությամբ։ Հիմա մենք ռուսներս կարող ենք օգնել Հայաստանին միայն հետևյալ ձևով. դուք Հայաստանի կառավարությունը համաձայնվեք, որ ռուսական թեկուզ փոքրականակ աննշան պայմանական ձևով զինվորներ կամ որևէ զորամաս,
մտնի Հայաստանի սահմանները։ Այս դեպքում Թուրքիան որևէ նոր քայլ ի վնաս Հայաստանի հազիվ թե համարձակվի անել եւ միայն մեր զորքերի արկայությամբ Հայաստանի հողի վրա մենք կարող ենք թուրքերի դեմ գալ ձեզ օգնության։ Իսկ Հայաստանի կառավարությունը բոլոր դեպքերում այս անգամ էլ մտածում էր այսպես. ռուսական զորքի մուտքը Հայաստան նշանակում է Հայաստանի խորհրդայնացում։ Մի բան, որից Հայաստանի Հանրապետությունը, նրա կառավարությունը խուսափել են եւ որի դեմ նրանք միշտ ծառացել են մինչեւ իրենց անկման վերջին օրը։ Եվ իսկապես այդ պահին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվեց իր իշխանությունը զիջել Ռուսաստանին եւ Հայաստանը դարձնել սովետական ու իշխանությունը տալ հայ բոլշևիկներին։ Այդ օրերին երկրում իսկապես քաոսային վիճակ էր։ Մի կողմից թուրքեր, որ ստիպում են հանձնվել, քանզի պատերազմը տանուլ է տրված։ Մյուս կողմից ռուսներ, որ բացահայտ առաջարկում են հեռանալ իշխանությունից։ Նրանց միջև բարոյալքված ու դասալիկ բանակ անկարող կառավարություն։ Որոշակի հանգուցալուծում է գտնվում, կամ ավելի շուտ ժամանակ շահելու փորձ է արվում նոյեմբերի 23-ին, Ամեն Օհանջանյանի կաբինետի հրաժարականով։ Հաղթող թշնամին մեզ առաջարկել է զինադադարի այնպիսի պայմաններ, որոնք անհնար է ընդունել եւ կռիվը շարունակել։ Հետագա դրությունը, որ ստեղծվեց ռազմաճակատում, ցույց տվեց, որ արյունահեղությունն անիմաստ է եւ մենք ստիպված եղանք ընդունել զինադադարի պայմանները եւ անցնել հաշտության բանակցություններին։ Այժմ բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա եւ որպեսզի Հայաստանի խորհրդարանն ազատ լինի ինքն իր վերաբերմունքը ցույց տալու, իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության շահերը։ Խորհրդարանն ընդունեց նրա հրաժարականը, ընտրելով նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Նոյեմբերի 24-ի երեկոյան խորհրդարանի նիստում հաստատվեց Վրացյանի ներկայացրած կազմը, բաղկացած դաշնակցականներից եւ երկու սոցիալիստ հեղափոխականից։ Իշխանության եկան այսպես կոչված ձախ դաշնակցականները, Սիմոն Վրացյանը, Դրոն, որոնք ավելի ռուսամետ էին եւ Ռուսաստանի բայրացակամությունն էին նրանք վայելում։ Չնայած այդ բայրացակամությունը կոնկրետ Ալեքսանդրապոլի բանակցություններում որևէ բան չապահովեց մեր պատվիրակության համար։ Բուդու Դիվանին, որը պարտավոր էր օգնել այդ բանակցությունների ժամանակ հայկական կողմին, նա էլ չկարողացավ որևէ բան անել, որովհետև նախ նա ինքը այնքան էլ շնորհքով չգտնվեց միջամտության գործում եւ չապահովեց իր մասնակցությունը, մյուս կողմից էլ նրա մասնակցությանը դեմ էր ինքը թուրքական պատվիրակությունը։ Քազիմ Կարաբեկիր Փաշան նշում էր, որ ռուսական կամ ռուս միջնորդի դերը սպառվել է արդեն։ Նա բացատրում էր, որ ռուսական միջնորդությունը հաշտություն ձեռք բերելու համար է, իսկ հաշտությունը արդեն ձեռք է բերվել, զինադադարը կնքվել է, այնպես որ ռուսական կողմի ներկայությունը ավելորդ է եւ մենք դեմ դիմաց նստած հայերս եւ թուրքերս կորոշենք պատերազմից հետո խաղաղության հարցը։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվեց դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, սակայն դրանից մոտ 12 ժամ առաջ Երևանում կնքվել էր մեկ այլ պայմանագիր եւ իշխանությունը հանձնվել հայ եղկոմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկները չկատարեցին հայերին տրված խոստումները, ավելին, երկրում սկսվեցին համատարած բռնություններ, ինչն էլ հարկադրեց շատերին հեռանալ հայրենիքից։ Վրաստանի սահմանի վրա ձերբակալվեց նաև Համո Օհանջանյանը, այնուհետ սկսվեցին բնակարանների խոզարկությունները։ Փայփայելով այն հույսը, թե նախկին վարչապետը արժեքներ կունենա, չեկիստները տակնուվրա արեցին նրա համեստ բնակարանը, որ ներկայիս Ամիրյան փողոցում էր։ Սակայն ապարդյուն, եւ զարմացած մնացին նրա փոքրիկ բնակարանի խեղճության վրա։ Այդքան համեստ կյանքով էր ապրում բոլշևիկների բնութագրմամբ գեղեցիկ, բռնակալ, ժողովրդի թշնամի, արյունախուն մաուզերիստներից կազմված դաշնակ կառավարության վարչապետը։
Երևանում և մյուս բանտերում գտնվող հազարավոր մարդկանց ազատություն բերեց փետրվարյան ապստամբությունը։ 1921 թվականի փետրվարի 18-ին իրարանցում էր Երևանի բանտերում։ Բանտապահները փախել էին, բանտարկյալները խելակորույս իրար հրմշտելով խուժեցին փողոց տանող դռան կողմը։ Բժիշկ Համո Օհանջանյանն էր, որ իրեն հատուկ սառնասրտությամբ կեցած բանտի դռան առջևը ճամփա տվեց բոլորին։ Համոն մնաց բանտի բակում երկար, մինչև որ բանտ մտան ազատարար սասունցիները և իրենց թևերի վրա բարձրացնելով նրան տարան խորհրդարանի շենքը։ Հայրենիք պարբերական 1948 թվական։ Փետրվարյան ապստամբության ճնշումից հետո շատերի նման Օհանջանյանը կնոջ Ռուբինայի հետ նախանցավ Լեռնահայաստան, ու շնորհիվ Գարեգին Նժդեհի դեռևս հայկական պետականություն էր, հաջորդ տարվա հունիսին փոխադրվեց Պարսկաստան, Սիրիա, այնուհետև Եգիպտոս։ Տարագրության մեջ նույնպես նա չէր կարող հեռու մնալ հայության, հայրենիքի ճակատագրից։ Հարկավոր էր ջանքեր ներդնել սփյուռքահայ կյանքի կազմակերպման, նոր սերնդի հայեցի դաստիարակության ու կրթության, առհասարակ հայապահպանման գործում։ 1920-ական թվականների կեսերին պարզ դարձավ, որ հատկապես Լոզանի դաշնակցից հետո պարզ դարձավ, որ հայկական հարցը չի լուծվելու կամ լուծվել այնպես, ինչպես ցանկացել են դաշնակից պետությունները եւ Քեմալական Թուրքիան։ Հետևաբար հարկավոր էր կազմակերպել հետեղեռնյան հայկական սփյուռքը։ Օհանջանյանը հաստատվեց Եգիպտոսում։ Այնտեղ 1928 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության հռչակման 10-րդ տարեդարձի օրը նա Լևոն Շանտի, Նիկոլ Աղբալյանի, Արեմբոդայ Գասպարի Պեկյանի եւ ուրիշ 5 հոգու հետ հիմնադրեց համազգային հայ կրթական եւ հրատարակչական ընկերությունը, որը հետագային ունեցավ անվանափոխումներ եւ այսօր կոչվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միություն։ Ունի մասնաճյուղեր 9 երկրներում, 50 մասնաճյուղ, նաև ունի մասնաճյուղ Ջավախքում։ Իդեպ Սիրիայի Քեսաբի հայահոց շրջանի համազգայինի մասնաճյուղը կոչվում է Համո Օհանջանյանի անունով։ Եգիպտոսում ծնվեց Օհանջանյանի եւ Ռուբինայի զավակը՝ Վիգենը։ Իդեպ Ռուբինը Արեշյան Օհանջանյանն ապրեց 90 տարի։ Եվ այդ տարիքում էլ սփյուռքահայությանը հորդորում էր անխաթար պահել հայի դիմագիծը, չմոռանալ նախնյաց անկատար ուխտը, հույսով ու հավատով սպասել այն օրվան, երբ բոլորը կհավաքվեն ազատ ու անկախ հայրենիքում։ Նա վախճանվեց Կանադայում, ուր որդու հետ տեղափոխվել էր ամուսնու մահից հետո, իսկ ամուսնու հասցեին ասվածը կարելի է վերագրել նաև նրան։ Անսասան իր հավատքում լավատես Հայաստանի և հայ ազգի լուսավոր ապագայի վերաբերմամբ նա ապրում էր ոչ ինքն իրեն, այլ հայ ազգի համար, անգամ տարագրության մեջ չդադարեցնելով պայքարը հանուն հայդատի արդար լուծմամբ։ Հայրենիք պարբերական 1948 թվական։ 1947 թվականի հուլիսի 31-ին հեռավոր Կահիրեում օտարության մեջ դադարեց բապախել Հայաստանի առաջին հանրապետության 3-րդ վարչապետ Համո Օհանջանյանի սիրտը։ Թեև Եգիպտահայությունը մեծ հուղարկավորություն կազմակերպեց, բայց հայրենանվեր գործիչների հիշատակի հավերժացումն առավել վերապահված է հայրենիքին։ Տապանակարին վերվեց 3 բառ. ապրեցավ ինչպես քարոզեց, իսկ թաղմանը մասնակից մի տարագիր հայի շուրթերից հնչեց. Եթե Անդրանիկ Փաշային լեռների արծիվ գնդակ չէր դիպչում, Համո Օհանջանյանին գաղափարի մարմնացում, մարդկային քեն ու ոխի նետը չէր հասնում, անկարելի է, նա ապրում է ու պիտի ապրի։